Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման է դրվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Արդարադատության նախարարության առաջարկով պլանավորվում է ներդնել իրավական ակտերի հակակոռուպցիոն պարտադիր փորձաքննություն։ Նորույթը թույլ կտա օրենսդրական նախագծերի մշակման վաղ փուլում բացահայտել կոռուպցիոն ռիսկերը եւ վերացնել դրանց հնարավոր հետևանքները։ Մանրամասները Օֆելիա Արցանյանի պատրաստած ռեպորտաժում։ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից, լայն քննարկման առարկա է դարձել մասնագիտական հանրության շրջանում։ Ըստ այդմ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է ստուգվեն ոչ միայն իրավական հիմքերի, այլ նաեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակելու տեսանկյունից։ Նորմատիվ իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության անհրաժեշտությունը պայմանավորված է նախ 2023-2026 թվականի հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որտեղ հատուկ կետ ունենք, գործողություն ունենք դրան նվիրված եւ նաեւ դա ամրագրված է մեր միջպետական հանձնառություններով, մասնավորապես ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայով նշված է, որ յուրաքանչյուր մասնակից երկիր ցանկալի է, որ նորմատիվ իրավական ակտերը պարբերաբար վերանայելու հնարավորություն ունենա դրանցում կոռուպցիոն ռիսկերի առկայության տեսանկյունից։ Այսինքն սրանք այն երկու հիմքերն են, որոնց հիման վրա Արդարադատության նախարարությունը նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նախաձեռնությունը միտված է հակակոռուպցիոն փորձաքննության վերաինստիտուցիոնալացմանը, այն կրկին դարձնելով օրենքով ամրագրված կանխարգելիչ գործիք։ Սա կարևոր է, քանի որ 2018 թվականից հետո գործիքը փաստացի դուրս էր մնացել օրակարգից։ Գովելի է նաև, որ նախագծով նախատեսվում է իրականացնել ինչպես նախնական ex ante, այնպես էլ հետադարձ ex post փորձաքննություն, եւ սա համապատասխանում է միջազգային լավագույն ստանդարտներին այս մասով, Լիտվայի, Կորեայի, որտեղ փորձաքննությունը դիտվում է որպես շարունակական կանխարգելման գործընթաց, նաև այն հանգամանքը, որ ոլորտների ցանկը սպառիչ չէ, դա եւս դրական եմ գնահատում, որովհետեւ դա թույլ է տալիս ապագայում ներառել նոր եւ ռիսկային ոլորտներ, օրինակ թվային կառավարում, տվյալների պաշտպանություն եւ այլն։ Նախագծով առանձնացվել են մի քանի ոլորտներ, որոնք ենթակա կլինեն հակակոռուպցիոն փորձաքննության։ Հիմնականում ընտրվել են այնպիսի ոլորտներ, որոնք առավել մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում եւ այնպիսի ոլորտներ, որոնցում հանրային շահը ավելի մեծ նշանակություն ունի։ Այդպիսիք են առողջապահությունը, կրթությունը, պետական համայնքային գույքի կառավարումը, պետական ուրեմն գնումները, եկամուտներ, ծախսեր, ենթադրող ուրեմն օրենսդրությունները, պետական շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ այլն, այսինքն այնպիսի ոլորտներ, ինչպես ասի, որտեղ առավել ռիսկային է գնահատվել կոռուպցիոն տեսանկյունից եւ որոնք ավելի մեծ նշանակություն ունեն հենց հանրության համար։ Օրենքի նախագծով նախատեսվում է, որ հակակոռուպցիոն փորձաքննությունն իրականացվելու է Արդարադատության նախարարության կազմում, ինչը փորձագիտական համայնքի դիտարկմամբ հավելյալ ռիսկեր է առաջացնում։ Սա ամենաբարդ կետերից մեկն է, քանի որ փորձաքննությունը հանձնվում է հենց այն մարմնին, որը ներգրաված է իրավական ակտերի մշակման գործընթացում եւ սա առաջացնում է ինքնաստուգման ռիսկ եւ նույն մարմինը գնահատում է սեփական աշխատանքի որակը եւ այս մասով միջազգային հաջողված փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ հակակոռուպցիոն փորձաքննությունը կատարվում է հետեւյալ եղանակներից մի քանիսով։ Այն երկրները, որոնք ունեն հակակոռուպցիոն մանդատ ունեցող անկախ մարմիններ, շատ հաճախ հենց այդ մարմնի կողմից է իրականացվում, օրինակ Կորեան, Լատվիան։ Գործում է նաեւ շատ երկրներում հիբրիդային մոդել, երբ ոչ թե մեկ մարմնի կողմից է իրականացվում, այլ փորձաքննությունները իրականացվում միաժամանակ օրինակ հակակոռուպցիոն անկախ մարմնի կողմից եւ նախարարության կողմից միաժամանակ, օրինակ այդպես գործում է Լիտվայում։ Նաեւ կա հիբրիդային մոդել, երբ փորձաքննությունը իրականացվում է նախարարության եւ խորհրդարանական հանձնաժողովների կողմից, օրինակ Ուկրաինայում, Ռուսաստանում։ Ներդրվում է պարտադիր պահանջ փորձաքննության եզրակացությունները հրապարակել, նշելով դրանց տրամադրման ամսաթիվը եւ
բովանդակությունը։ Սա կօգնի, որ հանրությունը տեսնի, թե ինչպիսի ռիսկեր են հայտնաբերվել, ինչպես են դրանք վերացվել եւ արդյոք պետական մարմինները հաշվի են առել այդ դիտարկումները։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ հակակոռուպցիոն փորձաքննությունը կատարվում է անկախ մարմինների կողմից։ Այս մոդելների հետ ամփոփենք ցույց են տալիս, որ անկախության ապահովման լավագույն ձևը դա երկաստիճան համակարգն է, որպեսզի լինի պետական փորձաքննություն եւ անկախ քաղաքացիական փորձաքննությունը հավասարակշռող դիրքերով։ Նաև ռեսուրսային տեսանկյունից սա եւս անհրաժեշտություն է, նախագծով նախատեսված մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները փաստացի բավարար չեն ամբողջ պետական համակարգը սպասարկելու համար եւ օրինակ Ռուսաստանում բավականաչափ առաջադեմ կարգավորումներ են այս մասով նախատեսված, այս խնդիրը լուծվել է ակրեդիտացման արտաքին փորձագետների եւ ՔՀԿ-ների համակարգի ներդրմամբ, որով ձևավորվում են խորհրդատվական ցանցեր եւ Հայաստանում եւս նպատակահարմար է ներդնել նմանատիպ ակրեդիտացման համակարգ մասնագիտացված ՔՀԿ-ների եւ անկախ փորձագետների ներգրավմամբ եւ այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն շուրջ 1 տասնյակ տարիներ ջատագովում է այս մոտեցումը, որովհետեւ եւս ներդրվի Հայաստանում։ Փորձաքննությունը պարտադիր է լինելու բոլոր նախագծերի համար, որոնք ունեն նորմատիվ բնույթ, վերաբերում են մարդու իրավունքներին, պետական ծառայությանը, հասարակական վերահսկողությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, բյուջետային կամ հարկային հարաբերություններին։ Միայն որոշ բացառություններ կարող են սահմանվել, օրինակ տեխնիկական բնույթի փոփոխությունների դեպքում։ Նախատեսում ենք, որ այն կներդրվի հենց արդարադատության նախարարության պետական իրավական ակտերի փորձաքննության գործակալության մեջ նոր ուրեմն բաժնի ձևավորման եղանակով եւ փորձաքննությունը հակակոռուպցիոն կիրականացվի պետական փորձաքննության զուգահեռ եւ նույն ժամկետում։ Ամեն դեպքում փորձաքննությունները հակակոռուպցիոն կարող են իրականացվել միայն արդարադատության նախարարությունում անպատասխան կարողությունների ձևավորումից հետո։ Ներկայացված նախագծում փորձագետի դիտարկման առկա են մի շարք մեթոդաբանական եւ հաշվետվողականության բացեր։ Մեթոդաբանությունը սահմանվելու է նախարարի հրամանով առանց հրապարակման կամ հանրային խորհրդակցության պարտադիր պահանջի եւ այս մասով մենք նույնիսկ հետընթաց ունենք, որովհետեւ նախկինում կառավարության թիվ 1205 թիվ N որոշմամբ երբ կարգավորվում էր հակակոռուպցիոն փորձաքննության անցկացման կարգը, փաստացի վերջերս պարունակում էր նաև որոշակի մեթոդաբանական ուղենիշներ եւ սա հաստատվում է դեռևս կառավարության մակարդակով, այսինքն մեկ մակարդակ ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթղթով։ Բացի դրանից նաև կցանկանայի ընդգծել, որ օրինակ կան երկրներ, որտեղ մեթոդաբանության մշակմանը հենց մասնակցում են նաև տարածքային ռեգիոնալ մարմիններ, կան նաև ՔՀԿ-ներ, որովհետեւ չափորոշիչները կիրառելի լինեն բոլորի համար։ Սա մշակման մասով, առաջի դիտարկումը ընդունման մասով էր, հաջորդ դիտարկումը հենց բուն չափորոշիչների մասով է։ Նախկին մեթոդաբանությամբ սահմանված էին 12 կոռուպցիոն գործոններ կապված հայեցողության չափի, ընթացակարգերի բացակայության եւ վերահսկողության պակասի հետ, բայց միաժամանակ կցանկանայի ընդգծել, որ ճիշտ է դեռևս չունենք մենք մեթոդաբանությունը, սակայն ժամանակակից մեթոդաբանությունները ներառում են նաեւ այսպես կոչված functional analysis, երբ լիազորությունների հավասարակշռության վերլուծություն է տեղի ունենում, նաև ներառում են օրենքի նախագծի հիմնավորումների հիմնավորվածության գնահատում, ոչ միայն նախագծի տեքստի, այլ նաև հիմնավորման, որպեսզի արդեն հասկանան նպատակները։ Բացի այդ, շատ արդեն երկրներ ունեն հենց ռիսկային իրավիճակների բացահայտում օրինակներում, հենց մեթոդաբանության մեջ։ Նախագիծը ներկայացվում է որպես եղանակ առաջնահերթություն տալով կանխարգելմանը, նպատակ ունենալով օրենսդրական նախագծերի մշակման փուլում վաղաժամ երկխոսությամբ բացահայտել եւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Հակակոռուպցիոն փորձաքննությունը պետք է իրականացվի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից, պետական իրավական փորձաքննության հետ զուգահեռ եւ նույն ժամկետներում, եւ այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք չեն ստացել ուրեմն հակակոռուպցիոն փորձաքննության եզրակացություն, բայց պարտադիր պետք է լինեն, չեն կարող արժանանալ կառավարության հավանությանը։ Իսկ այն դեպքերում, երբ հակակոռուպցիոն փորձաքննության արդյունքներով որոշակի ռիսկեր կարձանագրվեն, նախագծի հեղինակները պարտավոր են դրա հիմնավորումներում նշել,
թե այդ արձանագրված ռիսկերի զսպման ուղղությամբ ինչ փոփոխություններ են կատարվել։ Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող նոր 8.1 հոդվածի 1-ից 10-րդ եւ 12-ից 14-րդ մասերն ուժի մեջ են մտնում նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ձևավորումից հետո եռամսյա ժամկետում։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ընդունելուց հետո 6 ամսյա ժամկետում։ Բաց են մնացել շատ առանցքային բաղադրիչներ, որոնք վերաբերվում են օրինակ քաղաքացիական մասնակցությանը, անկախ վերահսկողությանը, հաշվետվողականությանը, օրինակ ԽԿ-ների քաղաքացիական մասնակցությունը մեթոդաբանության մշակման եւ փորձաքննության իրականացման փուլում, որը կիրառվում է Լիտվայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Լատվիայում, իսկ այն երկրներ են, որոնց մեծամասնության փորձին հղում է տրված նախագծի հիմնավորմամբ։ Նախագիծը կարևոր քայլ է հակակոռուպցիոն փորձաքննության ինստիտուցիոնալ վերականգնման ուղղությամբ, սակայն մասնագետների խոսքով այն կդառնա արդյունավետ գործիք միայն այն դեպքում, եթե ապահովվեն անկախության, մասնագիտական բազմազանության, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքները։ Առհասարակ մեր նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարը դնել ինստիտուցիոնալ ռելսերի վրա եւ այդ ուղղությամբ կատարվում են գործողություններ, որոնք գուցե թե կարճաժամկետ կտրվածքով շատ տեսանելի ազդեցություն չեն ունենում, բայց մեր նպատակը երկարաժամկետ ազդեցությունն է եւ մենք գտնում ենք, որ իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունը այսպիսի գործողությունների միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն կտա հենց նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն թաքնված ռիսկերը ի սկզբանե բացահայտել եւ դրանք բացառել, ինչը կարծում եմ, որ կարևոր գործիք նաեւ կհանդիսանա առհասարակ գլոբալ այդ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բյուջեի ծախսերում ավելացում, պայմանավորված արդարադատության նախարարությունում համապատասխան ստորաբաժանման ձևավորման հանգամանքով։ Մասնավորապես իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնելու համար արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կազմում նախատեսվում է ձևավորել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում 4 հաստիքային միավորով։ Նշված փոփոխության արդյունքում տարեկան կտրվածքով կառաջանա շուրջ 21 միլիոն դրամ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն։